Իրանին մշտապես ասվել է, գիտեք ինչ կա, դուք միջուկային զենք ստեղծելու համար այդ ուրանի հարստացման process-ները պետք է դադարեցնեք։ Եթե ձեզ պետք է քաղաքացիական նպատակներով, հեկերի, ասենք ատոմակայանների աշխատացնելու նպատակով, մենք կարող ենք ձեզ տրամադրել այլ երկրից ներմուծված այդ թերի հարստացված ուրանը, որպեսզի աշխատեն ձեր ատոմային կայանները։ Իրանք ամեն մի պահ համաձայնվել են եւ եթե մենք հիշում ենք, եկավ մի պահ, երբ որ հայտարարեցին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանը եկել են այդ համաձայնության, որ այդպես էլ անեն։ Բայց հարցը նրան է, որ Իրանը շարունակում էր հարստացնում իրական։ Հիմա Իրանը շատ էլ որ հայտարարում է, որ Ամերիկան է խախտել, բայց հայտարարելով ոչի դու շարունակում ես կատարել այդ գործողությունները։ Այստեղ ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն մասով, որ այո, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ամեն ինչի հետևում կայնած, դա ճիշտ է, դա կատարվում է Իսրայելի ձեռքերով, բայց միամիտ մարդ չկա, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների թույլտվության Իսրայելը ինչ-որ նման լայնածավալ, ասենք, հարված հասցներ։ Դա բոլորս էլ գիտենք, ու իդեպ չի թաքցնում նաև Թրամփը, իր հայտարարության մեջ պարզ ասեց, այո, մենք տեղյակ էինք այդ օպերացիայի մասին, բայց մենք չենք խոչընդոտել, որ այն կայնի։ Դա ես կարծում եմ ինքը շատ մեղմ գույներով ասել, որովհետև կան որոշակի գործողություններ, որոնք առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների NASA-ի տեղեկությունների հնարավոր չէր։ Այսինքն Իսրայելի հարվածները այնպիսի ճշգրիտ էին, որ իրանք վերացնում էին տարբեր տեղ գտնվող բարձր աստիճան գեներալների եւ տեսեք ատոմային այդ սինթեզի գլխավոր մասնագետներին, այսինքն թիրախային, այսինքն լուցկու չոփի նման, այսինքն հատիկային հարվածներ են հասցրել։ Ի տարբերություն ես կասեի Իրանի հարվածների, որը հասցրեց նա այս գիշեր Իսրայելի։ Այսինքն խառը որտե պատահի ուր կպնի ու հիմնականում այսինքն այդ հեռավորության վրա դիպուկահարի ճշգրտությամբ այսպես Իրանը ներողություն Իսրայելը դիպուկահարի սնայպերի ճշգրտությամբ այդ հեռավորության եւ ամենակարևորը նա շարքից հանեց երկու կարևոր կետ Նաթանզ քաղաքում գտնվող հիմնական այդ հարստացման process-ը կատարող Իրանի այդ բանը Նաթանզ քաղաքում եւ Իսֆահանում գտնվող էլի այդ իրանց ատոմային այդ պահոցները եւ հասցվել է այնպիսի վնաս, որ կարելի ասել տարիներով հետաքրել, այսինքն այդ հարստացման process-ը։ Ես կարծում եմ, որ Իրանի հետագա բռնած դիրքից թե ինչ դիրք է նա բռնե եւ բռնելու այս հարվածներից հետո կապված կլի մեծ առումով մերձավոր արևելքի հետագա ճակատագիրը։ Եթե նրանք հետևություն անեն, որ այնուամենայնիվ իրանք շատ թույլ են, շատ, ես չի ասի Ամերիկայի, այլ անգամ Իսրայելի նկատմամբ, որ Իսրայելը կարող է իսկապես ժամեր անց, օրեր անց Իրանը վերածի մի անկառավարելի ինչ-որ հոտի, սենց ասենք, որ մարդիկ արդեն ներսում անկապ լինեն։ Ես կարծում եմ, եթե հետևություն չարեց, շատ վատ բաներ է սպասվում։ Հետևություն անելը ինչ նկատի ունեք, կանգնացնել այս գործընթացը եւ այո, ուղղակի պատկերացնում, դա է։ Մենք Իրանին նայում ենք այլ աչքերով։ Ի տարբերություն աշխարհի։ Մենք նայենք ինչ աչքերով ենք մենք նայում։ Ասում ենք, արա, դե միակ ճանապարհն է, մեր ճանապարհը, բացի ասենք Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիայից։ Թուրքիան ու Ադրբեջանը դա խուլ պատ է, հա, sense պակված, Վրաստանը մինչ այս պահը նորմալ է եղել, բայց երբ որ վերջնականապես հայտարարեցին, որ իրանք պրոռուսական են, եւս մենք ընկանք սենց ասենք ռուս-թուրքական դաշինքի բլոկադայի մեջ, հա, ռուս-թուրքական, ընդգծում եմ, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ինչ կատարում են, լինի դա Միջանցք, լինի Արցախի հանձնում, միասին են որոշում, այսինքն այդ եւ միակ ճանապարհը Իրանն էր, հա, որ Իրանի միջոցով։
եւ մեր գնահատականները Իրան պետության նկատմամբ մի քիչ կույր են, այսինքն կույր ինչ առումով, մի քիչ մեր ներքին ցանկության հետ միախառնված են, սա է միայն ճանապարհը եւ ինչ էլ որ լինի դա է փրկությունը, բայց աշխարհը նայում է Իրանին այլ աչքերով, որպես ժողովրդավարական երկիր, թե սպառնալիք աշխարհի ինչ որ կամ մի տարածաշրջանի, իրանք նայում են Իրանին որպես սպառնալիք, մի պետության, որը բարձրաձայն ասում է, այս ինչ պետությունը գոյություն չպետք է ունենա, օրինակ Իսրայելը, հիմա ես գիտեմ շատ մարդիկ կան, որ Իսրայելին ատում են չգիտես ինչի համար, այսինքն կոնկրետ Հայաստանին ուղղակի վնաս չեն տվել, հիմա շատերը կասեն Ադրբեջանի պատերազմի ժամանակ Իսրայելը օգնել է, բայց մինչև այդ օգնությունը տրամադրելը մեզ առաջարկ է, մերոնք ռուսաստրուկ մեր իշխանությունները հրաժարվել էր, որտեղ հրանք չունեին Կրեմլից ստանալ այդ թռչող սարքերը, ինչ եմ ուզում ասեմ, հիմա նայենք հակառակ կողմը, հիմա էլ Ադրբեջանն ասում, Հայաստան չպետք է լինի Կովկասում, մեր համար վատ է, չէ, Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու մի պետությունից, որը ասում է դու չպետք է լինես, այսինքն ես ինչից եմ ասում, որ Իրանը վերափոխվելու կարիք ունի իր մեջ, եթե վերափոխվեց, ուրեմն իր այդ լեզուկը գտնե, եթե ես ասեմ Ամերիկայի տարբեր բարձրաստիճան վարդիկ եւ նաեւ Թրամփը դրա մասին ասել, այսինքն զգուշացնում է, ել ավելի վատ կարող է լինի, եթե դուք չվերափոխվեք, ել ավելի վատ, այսինքն ասում չէ, թող վատ լինի, նայեք Իսրայելի դիրքը, ինչ ուզում է լինի, բայց Իսրայելը չպետք է լինի, այ քեզ հիվանդագին բան, այդ պետությունը գոյություն ունի, այդ պետությունը արդեն 70-80 տարի է գոյություն ունի, կա ինքը կա իրականությունը եւ բացի սենց ասենք արաբական աշխարհի մերձակա, ասենք Իրան շրջապատող արաբական աշխարհի երկրներին տնտեսապես զարգացնելուն կամ իր զարգացումները տարածելուն այդ պետությունները ինքը ուրիշ բան չի անում, այսինքն այո, եթե կա Պալեստինի խնդիր, ասենք այդ ազգի, մարդը պարզ ասում է, եկեք նստենք, զրուցենք, չէ, էսի պիտի սենց էլի, Իսրայելը չպիտի լինի, Պալեստինը պիտի սենց էլի, Իսրայելը ես չգիտեմ մեթոդների մասին վիճելի է, ճիշտ է գործում թե սխալ, սակայն որ Իսրայելը ուզում է ապրել, եւ այդ ապրել համար կռիվ է տալի, դա միանշանակ է, ուր էր հայերս մենք Ադրբեջանն էլ վաղը կասի ես ուզում եմ ապրել եւ դրա համար Հայաստանը պետք է չլինի։ Չի կարող ասի, որ ինքը ուզում է ապրել, որովհետեւ իր ապրելու ուզում եւ դրա համար Հայաստանը պետք է չլինի, շարունակեցին։ Ահա, խնդրեմ։ Ինչպես դուք ասում եք Իսրայելի։ Խնդրեմ, նույն դիրքը ինչ որ Իրանն է ասում, որ Իսրայելը չպետք է լինի, Ադրբեջանն ասում է Հայաստան չպետք է լինի։ Իսրայելը ի տարբերություն չի ասում Պաղեստինը չպետք է լինի։ Ասում ապրեք։ Եկեք նստենք, զրուցենք, տեսնենք ոնց ենք ապրում, ոնց ենք ավտոնոմը ասենք իրականացնում, ունեցեք ձեր ներքին, բայց տեսեք ինչ է ստացվում։ Դուք նկատել եք, եթե Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը չպետք է լինի, նրա համար, որ Հայաստանի 99%-ը զինված շախետների նման, ասենք իրանց վրա ռումբերը կապած ադրբեջանցի են տրաքցնում աչուձախ։ Այդպես բան անում ենք մենք։ Բայց Գազան ամբողջությամբ այդ 2 միլիոնանոց քաղաք պետություն կարելի ասել, հա, այդ քաղաքը ամբողջությամբ, ասենք, ստորգետնյա անցումների տակ մի քաղաք էլ տակն էր։ Մեր ու մանուկ մեծ ու փուճուր տերորիզմով էին զբաղված։ Մենք հայերս գնացել ենք Ադրբեջանի որևէ մի բայրամի, հա, պրազնիկի ժամանակ քանի 100 հոգի մարդ սպանել։ Մտել ենք ու սպանել ենք, որովհետև չենք ուզում Ադրբեջան, այդպես բան արել ենք, մեր այրան մեջ էլ չկա դա։ Մենք էդի հենց թուրքերի, ադրբեջանցիների, այդ նույն Խամաս ու չգիտես ինչ խմբավորումների դրանց այրան մեջ է։ Դրանց իրանց կրոնն ասում սպանի անհավատին եւ կհայտնվես դրախտում